Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո, որպես հերկինս եւ հերկրի, ասած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մեր հոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիդյանս ամեն իմաստություն հոր Հիսուս տուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներ բարի եկել թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության սիրո մեջ պահի Իշնոներից մեզ անպակաս պահի, որպեսզի մենք մեր քրիստոնեական կյանք այս աշխարհի մեջ կարողանանք ճիշտ ապրել եւ խաղաղությամբ հասնել մեր կյանքի փրկության նավահանգիստ։ Մեր կյանքի մեջ շատ կարեւոր է, որ մարդիկ գործնականորեն իրենց հավատքը կարողանան ապացուցել, որ իրենք ապրում են այդ հավատքով։ Ցավոք սրտի աշխարհում մենք քրիստոնյաներս թվականակով ամենաշատն ենք, բայց որակի առումով եւ մեր սրբության ճանապարհի մեջ մենք շատ-շատերին զիջում ենք, որովհետեւ միայն անուն ունենք քրիստոնյայի, բայց ոչ երբեք ճշմարտությունը, ոչ երբեք առաքինությունը, սրբությունը, որ Աստված մեզանից պահանջում է։ Եվ մենք այսօր շարունակելու ենք Թեսաղոնիկեցին գրված Պողոս առաքյալի երկրորդ նամակը, երկրորդ գլուխ այսօր ավարտելու ենք, 9-ից 20 համաներ պիտի սերտենք, շարունակություն պիտի տեսնենք, թե ինչպես է նորից Պողոս առաքյալը գովում Թեսաղոնիկեցիներին, ցույց տալու համար, թե ինչքան կարևոր է այդ հավատքը կենթանի պահել եւ ինչքան անհրաժեշտ է մարդու համար, որպեսզի ինքը իր հավատքի մեջ գործնականորեն ինչ որ խոսում է, ինչ որ ասում է, այդ ամենը ինքը ապրի, ոչ թե պարզապես խոսքեր լինեն, եւ դրա համար Աստված թագավորած գրքի մեջ ասում է, ես չեմ ուզում այս ժողովրդի Աստվածին, որովհետեւ ասում է իրենք շուրթերով ինձ հավատում են, բայց սրտով ինձանից շատ հեռու են։ Շատ կարևոր մենք այդ սրտով կապվածություն ունենանք Տիրոջ հետ եւ մեր աղոթքը, մեր խոսքը, մեր ամեն ինչը որ մտածումները կան, մեր սրտի խոցքից գա եւ մաքրությամբ ու սրբությամբ լինի։ Տեսնենք թե այսօրվա շարունակության մեջ ինչ է ասում Պողոս առաքյալը Թեսաղոնիկեցիներին։ Երկրորդ գլխի 9-րդ համարը։ Նույն ձևով մենք էլ գթացինք ձեզ, հոժար էինք ձեզ տալ ոչ միայն Աստծո ավետարանը, այլ մեր անձը, քանի որ մեր սիրելիներն էիք եղել։ Տեսեք, ասում եմ, ոչ միայն հոժար էինք, որ Աստծո խոսքը ձեզ տվեցինք, այլև պատրաստ ենք մեր կյանքը տալու ձեզ։ Մենք անցյալ անգամ 8-րդ տողը ինչպես ավարտեցինք, ասում եմ, ինչպես որ մայրը, չէ, դայակն է խնամք տանում։ Հիմա կտեսնենք հաջորդ համի արդեն հոր կերպարանքով է ցույց տալիս, թե ինչքան հոգատարություն ունի Պողոս առաքյալը եւ իր ընկեր գործակիցները այս համայնքի հանդեպ։ Ուրեմն Պողոս առաքյալը եւ իր գործակիցները Շիղան եւ Տիմոթեոսը երբեք որևէ համայնքի համար բեր չեղան սիրելիներ, չէ՞։ Հիշում եք, ասում մենք իբրև առաքյալներ ունենք այդ իրավունքը ձեզ համար, այդ բերը լինելու, բայց երբեք Պողոս առաքյալը որևէ համայնք, որ ինքը ստեղծեց քրիստոնեական կյանքին սովորեցրեց, բեր չդարձավ, նյութական որևէ ակնկալիք չունեցավ։ Ինչու՞, որովհետև հիշում եք, հрьяաները կեղծ լուրեր էին տարածում, որ այս մարդը ձեզ եկել է խաբելու, ձեր փողերը հավաքելու, փախնել, քանի որ Պողոս առաքյալն արդեն Թեսաղոնիկայում չէր, բանտարկված էր, ասում են, տեսեք, եկավ, խաբեց ձեզ, գնաց, այլևս հետ չի վերադառնալու։ Ցույց տալու համար, որ ինքը չի եկել մարդկանց գումարները հավաքել, այլ իր շահը, Պողոս առաքյալի շահը մարդկանց հոգիներն են եւ ինքը նաեւ վրանագործ էր, հիշում եք, ինքը իր ամենօրյա հացը վաստակում էր իր աշխատանքով։ Ուրեմն հрьяաների մոտ շատ գեղեցիկ մի սովորություն կար սիրներ, Երանի մեր ազգի մեջ էլ այդպես լիներ, իրենք պարտադիր իրենց զավակներին որևէ արհեստ սովորեցնում էին, որպեսզի երբ որ մեծանան, ինչ որ կատար, իրենք այդ արհեստով կարողանան իրենց հանապազորյա հացը վաստակել։ Տեսեք, այսօր մարդիկ փոփոխվում է ժամանակները, չէ՞ օրինակ ձեր սերունդը 50-ական, 60-ական, 70-ականների սերունդը 2-3 մասնագիտություն պետք է կարողանար փոխել, չէ՞։ Հիմիկ այս սերունդը մինչև 8-9 սերունդը 8-9 մասնագիտություն կարող է փոխել, որտեղ արագ է զարգանում կյանքը, դու պիտի վարժվես։ Բայց երբ որ դու արհեստ ունես, այդ արհեստը բոլոր ժամանակների համար շատ կարևոր է։ Պողոս առաքյալն էլ վրանագործ էր, գիտեք, ինքը վրաներ պատրաստում, վաճառում էր, եւ այդ վաճառած գումարով իր պետքերն էր հոգնում եւ շատ շատերին օգնում էր։ Ուրեմն ինչպես էր բայց Պետրոս Պողոս առաքյալը վրան գործում։ Ուրեմն ամբողջ ցերեկ ինքը քարոզում էր, խոսում էր
գիշերը ինքը աշխատում էր։ Հիմա հարց չէ, բա երբ էր աղոթում, երբ էր ինքը իր համար մտածում։ Տեսեք, մարդու հոգևոր սխրանքը որտեղ է, ամբողջ ցերեկը խոսես, քարոզես, գիշերը նստես քո քնի հաշվին աշխատանք կատարես, որպեսզի որևէ մեկի վրա բեռ չդառնաս։ Ուրեմն այսքան զորավոր հավատք ուներ Պողոս առաքյալը եւ օրինակ էր, որ ինքը որևէ համայնքի համար բեռ չդառնա եւ հակառակը ինքն էր նաեւ անում այդ ամենը։ Ում վրա էր վաճառում։ Երբևէ մտածել եք այդ վրաներուն վրա էր վաճառում։ Հենց ռոմեացի զինվորականների վրա շատ հաճախ։ Այսինքն ովքեր իրեն բանտարկած պահում են, հսկում են, իրենց էր վաճառում, նրանց միջոցով էր վաճառում։ Այսինքն ինքը բոլորին օգտագործում էր ոչ միայն խոսքով, այլև գործով օրինակ էր դառնում, որ հավատքը այնքան կարևոր է, որpիսի դու կարողանաս ճշմարտությանը հասնել։ Եվ տեսեք, ասում է, ոչ միայն Աստծո խոսքը ձեզ փոխանցեցինք, այլև մեր կյանքն ենք պատրաստ տալու, մեր անձերն ենք տալու մեզ համար, ձեզ համար։ Ուրեմն ինչքան պիտի այդ համայնքը արժևորված լիներ, ինչքան պիտի գնահատված լիներ, որ ինքը պատրաստ էր կյանքը տալու համար։ Եվ 5 կտակարանի մեջ, երբ որ ընթերցենք Եզեկիելի մարգարեություն, Աստված հատկապես քահանաներին հոգևորական ասում է, ես ձեզ դեդ կարգեցի ժողովրդի վրա, եւ եթե այդ մարդկանցից մեկը կորչի, այսինքն դժոխքի բաժին դառնա, նրանց այրունը ձեզանից պիտի պահանջեմ։ Ուրեմն այսինքն Պողոս առաքյալը այստեղ է ցույց է տալիս, որ միայն հոգևորականի գործը, խոսելը, քարոզելը չէ, այլև երբ որ իր համայնքը քնած է, ինքը նրանց համար պետք է աղոթի, նրանց համար պիտի աշխատի, ցավ ունեն, խնդիր ունեն, կորուստ ունեն, նյութական խնդիր ունեն, դու պիտի հայտնվես այնտեղ այդ ամեն ինչուն քո օգտակարությունը բերելու համար։ Սա է ճշմարիտ առաջնորդի հովի եւ դրա համար Հիսուսը կոչվում է ճշմարիտ հովիվը։ Հիսուս ինչ էր ասում. ես եմ, չէ, ճշմարիտ հովս, մնացածը վարձկաններ են, որտեղ վարձկանը երբ որ վարձվում է հսկելու, գայլը եկավ, վտանգը եկավ, ինքը թողնում ու փախնում է, չէ, բայց ճշմարիտ հովիվը մինչև վերջ մնում է իր հոտի համար պայքարում է։ Մենք ենք մեր սարերը հիշում եք, չէ, ֆիլմը, որ ասես բացում է Ֆրոնզիկը ասում է, «Էս ինչ է», ասում է, «Պետությունը սրա համար ինձ վճարել, որ ես գնացի արջի դեմ կռվի», ասում է, ամբողջ հոտը փրկեց։ Այսինքն հովիվը այս սա է, որ իր կյանքը զոհաբերում է ուրիշների փրկության համար։ Եվ Պողոս առաքյալն իբրև ճշմարիտ առաքյալ, իբրև հոգևոր անձ ցույց է տալիս օրինակը, որ մեր գործը ոչ միայն ավետարանչություն Աստծո խոսքը տալն է, այլ մեր անձերը զոհաբերել ուրիշների երջանկության համար։ 10-րդ համարի մեջ արդեն շարունակում է ասելով. վկա եք դուք ինքներդ, վկա է նաև Աստված, թե ինչպես սրբությամբ, արդարությամբ եւ անբասիր կերպով վարվեցինք ձեզ հավատացյալներիդ հետ։ Ուրեմն վկա է ժողովուրդը դուք, վկա է Աստված, որ 3 կարևոր բան չէ թվարկեց, ինչպիսի սրբությամբ, արդարությամբ եւ անբասիրությամբ ձեզ հետ վարվեցինք, որբրև հավատացյալներ Քրիստոնի։ Հոգևորական ամենամեծ վկաները ովքեր են։ Մարդիկ դուք, չէ, այսինքն իմ ամենամեծ վկաները դուք եք, այսինքն իմ կենցաղի, իմ ապրած կյանքի, իմ հավատքի վկաները դուք եք եւ Աստված է։ Դուք եք վկայում եւ դուք գիտեք, թե ինչպես է ձեր հոգևոր հովիվը ապրում եւ ընթանում։ Եվ ինչպես ընթացք ենք ունեմ, ինչպես ենք ապրում, ինչպես ենք քարոզում, որտեղ ինչպես ենք մեզ բան, վկաները դուք եք։ Բայց դրանից առավել վկա է Աստված, որովհետեւ մենք Աստծո առջև ենք հաշվետու։ Որովհետև եթե դու Աստծո առջև հաշվետու չլինես, Աստծո առջև պատասխանատվություն չկրես, դու մարդկանց առջև էլ պատասխանատվություն չես կրի, ինչպես որ անիրավ դատավորի օրինակներ, մարդկանցից չէր ամանչում, Աստծուց էլ չէր վախենում։ Ուրեմն դու կարող ես մարդկանց խաբել, դու կարող ես մարդկանց ցույց տալ այլ բան, իրականում դու այլ կերպ ապրես, բայց Աստված է վկա, որ տեսեք, ասում է, արդարությամբ, սրբությամբ եւ անբասիրությամբ ծառայեցինք ձեզ։ Հիմա անդրադառնանք այս 3 բառ, ինչ է նշանակում սրբությամբ։ Աստված մեզ ինչ արեց, ինչի կոչեց մեզ։ Մեզ ինչ արեց Աստված։ Այն զատիկ բառը ինչ է նշանակում։ Զատել, ապրեք։ Ուրեմն Աստված մեզ զատեց, չէ, առանձնացրեց աշխարհից, որpիսի մենք ինչ անենք։ Սրբությամբ եւ ուղիղ կյանքով ապրենք, չէ, այսինքն այդ սրբությանն են կոչված եւ հիշում եք Պետրոս առաքյալի խոսքը, ասում է, եթե ես սուրբ եմ, ապա ուր է իմ պատիվը, երբ որ ես սուրբ եմ, ուրեմն դուք էլ սուրբ պիտի լինեք։ Ուրեմն մեր կոչումն է սրբությամբ ապրել, մաքուր կյանք ունել այս աշխարհի մեջ։ Մեզ Աստված կանչել է ոչ թե, տեսեք, շատ կարևոր բան, ոչ թե մենք ուրիշներից տարբերվենք, որ ասենք մենք քրիստոնյա ենք, մենք ձեզանից տարբերվում ենք, այլ Աստված մեզ կանչել է, որպեսզի մենք սուրբ կյանքով ապրենք եւ իր նման սուրբ լինենք։ Մենք տարբերվելու համար չենք։
Մենք չենք եկել քրիստոնյա դառնանք, որպես մենք տարբերվում ենք ձեզ, մենք քրիստոնյա ենք, այլ մենք կոչված ենք սրբությամբ ապրելու, նմանվելու Տիրոջը։ Մենք Աստծո նմանությունը պիտի դառնանք այս աշխարհի մեջ։ Ցավոք սրտի օրեցօր սրբությունը մեր կյանքում պակասում է, բայց սրբությունը երբեք չի անհետանալ, որովհետև ամեն տեղ կա, երբ որ մենք ընթերցենք վերադառնանք 5 կտակարան, գիտեք այնտեղ Եղիա մարգարեն ասում է ինձանից բացի այլ մարդ չմնաց քո առջև ծնկի իջնելու, Աստված ասում է դեռևս ես 7000 հոգի ունեմ իմ առջև որ ծնկի են իջնում։ Այսինքն եթե մենք մտածենք որ միակ արդարը մենք ենք, այդպես չէ սիրելիներ։ Կան շատ մարդիկ կան։ Օրինակ երբ որ Աբ รา համը աղոթում էր Աստծուն խնդրելու համար Սոդոմ Գոմորը պաշտպանելու, ինչ ասաց Տիրոջ, եթե 50 արդար լինի, հեչում եք ասում Տեր ինձ բան կպատահի, եթե ես նորից խնդրեմ, եթե 40 լինի, 30 թիվը իջեցրեց, ասաց եթե 10 հոգի գտնեմ այդ քաղաքներում, չեմ ոչնչացնի։ Գտավ Աստված 10 հոգի, չգտավ, այո։ Բայց հիմա այս աշխարհի մեջ այդ 10 հոգիներն ապրում են։ Դրանք կլինեն 10000 հոգի, 10 միլիոն հոգի, 100 միլիոն թե 1 միլիոն, այդ մարդիկ կան այս աշխարհի մեջ ապրող։ Մեզ թվում է թե ամեն օր ինչ որ մենք տեսնում ենք աշխարհը քանդված, աշխարհը բղծված է, բայց երբ որ շրջում ենք շատ տեղերում, քաղաքն է, որտեղ որ գնում ենք, տեսնում ենք որ մերպես շատ մարդիկ կան, չէ՞ որ մերպես են մտածում, այսպես են ապրում, նույն խորհուրդն ունեն, նույն ճանապարհն են ընթանում։ Ուրեմն մենք այսպես հանդիպում ենք այն մարդկանց, ովքեր որ կոչված են սրբությամբ ապրելու եւ նմանվելու Տիրոջ։ Այս մարդիկ կան։ Պարզապես մենք պետք է հավատքի կյանքով, ավետարանի վկայությամբ այդ մարդկանց հանդիպենք եւ գտնենք։ Երկրորդն ասում է մենք ձեզ հետ արդարության ծառայեցինք, արդարության օրինակ եղանք։ Ուրեմն ինչ է նշանակում արդարություն։ Նախ Աստծո հանդեպ, Աստծո օրենքների հանդեպ եւ մարդկանց հանդեպ արդար կյանք ունենալ։ Օրինակ շատ հաճախ մարդիկ կան, որ մարդկանց հանդեպ արդար չեն, բայց ուզում են Աստծո հանդեպ արդար լինեն, կամ հակառակը, Աստծո հանդեպ արդարություն չունեն, չեն աղոթում, սրբության կյանք չեն վարում, բայց մարդկանց հանդեպ փորձում են արդարությունը պաշտպանել։ Այս ընթացքում, հատկապես մեծ պահքի ընթացքում, շատ են պատահում մարդիկ, որ ասում են, որոշել եմ այս մեծ պահքի ընթացքում ընդհանրապես չխմեմ կամ չծխեմ։ Այսինքն հիմա դու 50 օր պահում ես Աստծո արդարություն օրենքները, 50 օրը լրանում է դու նորից սկսում ես մեղքի կյանքը ապրել։ Կամ ասենք ինքը հայոյող մարդ է, որոշել է 50 օր չհայոյել։ Սրանք ընտրողականության, այսինքն քո ցանկությամբ ընտրում ես դու ինչպես ապրել, բայց իրականում քո կոչումն է այս արդարությամբ ապրել եւ Աստծո հանդեպ եւ մարդկանց հանդեպ։ Պողոս Առաքյալը այս հավատքով ու սրբությամբ էր ապրում, թե մարդկանց առջև, թե Աստծո։ Դրա համար ասում է վկայեք դուք, իբրև մարդիկ, իբրև հավատացյալներ, վկայ Աստված, որ ես ձեր մեջ ապրեցի այդ սրբության, արդարության եւ ամբասիրության կյանքը։ Արդարությունը հարաբերական է այս աշխարհի մեջ, նայած թե մենք ինչ ենք ուզում տեսնել։ Ամենապարզ օրինակը գիտեք, բաժակի մեջ լցված ջուրն է, չէ՞, մեկն ասում է կիսով չափ լիքն է, մեկն ասում է կիսով չափ դատարկ է։ Նայած թե մենք ում աչքերով ենք նայում, եթե մենք սուրբ գրքով նայենք, մենք ամեն ինչ այլ կերպ կտենք, թե մենք մարդկային աչքերով տեսնենք, ուրիշ բան կպատկանենք։ Կամ ամենավառ օրինակը ձեզ բերեմ ձկնորսություն, երբ որ ձկնորս իր կարթը նետում է ջրի մեջ, ի՞նչն է խանգարում, որ ձուկը չմոտենա։ Մարդու շողքը, չէ՞, ստվերը, որ ջրի մեջ երևած, ձուկը երբեք չի։ Ուրեմն պետք է այդ քո ստվերը թաքցնես, որպեսզի ձուկը մոտենա կարթին։ Այնպես էլ արդարությանն է, եթե դու քո մարդկային ստվերը չհանես Աստծո արդարության խանգարես, այդ ժամանակ Աստծո արդարությունը կհաղթի։ Թե դու քո ստվերը ներդրեցիր այնտեղ, ուրեմն եւ այնտեղ կպարտվես եւ այնտեղ կպարտվես։ Ուրեմն մեր ամբողջ նպատակն է պահել Աստծո օրենքների նկատմամբ արդարությունը եւ մարդկանց հանդեպ արդարությունը։ Եվ երրորդ ասում է ամբասիր ընթացք ունեցանք։ Ինչ է ամբասիրը։ Բառը ինչ է, այսինքն ամբասիրը նշանակում է մաքուր, չէ, անարած, սուրբ։ Նաև դրա մեջ, այսինքն առանց բանսարկությունն էլ կա դրա մեջ, այսինքն առանց մեղադրանքի, կեղծիք, այսինքն ճիշտ եւ շիտակ, ուղիղ կյանք ունեցանք, այսինքն առանց կեղծավորության։ Այսինքն Պողոս Առաքյալը ուզում է ասել, որ մենք ձեր առջև անկեղծ ենք եկել, շիտակ, ուղիղ, ճիշտ չենք խաբել, կեղծավորություն չենք արել, ձեր մոտ սուրբ չենք ձևացել, գնացել ենք տանը մեղավոր կյանքով ապրել ենք, կամ մեր ընտանիքի առջև սուրբ չենք ձևացել, գնացել ենք ուրիշների մոտ այլ կերպ ենք ապրել։ Ուրեմն այս մարդկանց հետ շատ կարևոր է հստակ իմանալ, որ այսօր ինչու են այս ամբասիր բառը շեշտվում, սիրելիներ, որովհետև կան մարդիկ, որ իրենք մեղավորների հետ մեղավոր են, սուրբերի հետ սուրբ են։ Հասկացաք, այսինքն կեղծավորությունը խառնում նաև այստեղ։ Եթե այս շրջապատում մեղավոր մարդ են, դու իրենց հետ այդպես ես խոսում, այդպես ես շփվում, եթե այստեղ բոլոր արդար ազնիվ մարդիկ են, դու այդպես ես ապրում։ Բայց Աստծո առջև դու չես կարող կեղծ
հավատացյալ ձևանալ։ Դու պետք է կարողանաս այնպես անել, որ Աստծո առջև այդ մաքրությունը ապրել։ Ով ինչ ուզում է մեր մասին խոսել, ասել, Աստված գիտի մեր սրտում ինչ կա։ Աստված գիտի մենք ով ենք իրականում, Աստված գիտի մենք ինչ ենք խորում պատարակի ժամին, ինչ ենք մտածում։ Այս ամենը գիտի, ուրեմն դու պիտի վախենաս նաև քո մտքերից, թե դու այդ պահին ինչ մտածեցիր, այս մարդու մասին քո մտքի մեջ ինչ կարծիք ունեցար, կամ եթե ինչ-որ բան ունես ասելու, լավ այդ մարդու հետ խոսես, ասես, քան այդ մարդու մասին սուտ լուրեր տարածես, ու որ դու ընկնես մեղքի մեջ, համել այդ մարդուն քաշես այդ մեղքի մեջ։ Դրա համար ասում եմ, վկայեք դուք մարդիկը, վկայ Աստված, թե ես ինչ կամ մենք ինչ ընթացք ունենք ձեր մեջ, եւ այդ էլ դուք դատեք մեր ընթացքից։ 11-12-րդ համարները, ինչպես գիտեք էլ, ձեզանից յուրաքանչյուրին, ինչպես հայրը որդիներին, մխիթարում էինք եւ սփոփում ու վկայություն էինք տալիս, որ դուք ընթանաք Աստծուն արժանի կերպով, որը կանչեց ձեզ իր արքայությանը եւ պատվին։ Տեսեք, ասում է, շատ-շատերի համար եղանք որպես հայրը որդիների հետ, չէ՞, հարաբերում արդեն շեշտում է, թե հայրը ինչպես պետք է լինի իր որդիների հետ։ Ուրեմն Պողոս Արաքյալը ինքը շատ հոգևոր հայր էր, շատ հոգատար։ Գիտեք, ընտանիքների մեջ ընդհանրապես մայրերն ավելի շատ հոգատարություն են ցուցաբերում, ավելի շատ են զավակները լինում, քան հայրերը։ Բայց Պողոս Արաքյալն ասում է, դուք տեսաք, որ մենք ոչ միայն մխիթարեցինք, ոչ միայն խրատեցինք, ձեզ հետ եղանք ամենտեղ, որպեսզի դուք կարողանաք Աստծո փառքն ու պատիվը ունենալ։ Ուրեմն ինչպես հայրը կոչում ունի իր կյանքով իր զավակների վկայություն լինելու, այնպես էլ քրիստոնյաները հորից է կախված, թե ինչպիսի զավակներ կլինեն, չէ՞։ Ծնողի երեխաների համար հեղինակությունը հենց հայրն է։ Դրա համար մենք մեր միշտ ասում ենք, ես այսինչի, չէ, տղան եմ կամ աղջիկն եմ, հոր անունն ենք տալի, որովհետև հորով ենք մենք մեզ ներկայացնում, ճանաչում, մենք մեր հոր անունով ենք ասում, հայրանունը մենք ում ենք պատկանում։ Ուրեմն սա շատ կարևոր է, որ ինչպես որ հայրը օրինակ պետք է ծառայի իր զավակին, այնպես էլ քրիստոնյան եւ հատկապես հոգեվորականը, հոգեվոր հովիվը իր կենցաղով օրինակ պետք ունի իր զավակներին։ Եթե որևէ հայր ինքը տանը հայոյանքով է խոսում, որևէ հայր իր կնոջ հետ արհամարանքով է խոսում, ձեռք է բարձրացնում, վատ խոսքեր է ասում, մերժում է, հազարում բան, զավակ այդ հոգեբանության մեծանում է։ Օրինակը դա է։ Եթե դու օրինակը ճիշտ փոխանցես, քո զավակն էլ այդպեսին կլինի։ Շատ հաճախ մարդիկ, երբ որ ինձ ասում են, ոչ մի կերպ չեն կարողանում մեր զավակներին եկեղեցի տանեն, ասում են, փնտրեք ձեր մեջ։ Դուք ինչպիսին եք եկեղեցուն, ինչպիսին եք տանը, ինչ օրինակ եք տալիս տանը։ Շատ կարևոր է, այսինքն որ դու աղոթքից խոսում ես, աղոթքի կյանքով ուզում ես ապրել, պահք ես պահում, բայց քո զավակը այլ բան է տեսնում քո կենցաղի մեջ, ինքը կասկածում է քո ապրած ճշմարտության։ Ուրեմն քո ապրած կյանքը ճշմարտություն չէ։ Եթե դու սիրուց խոսում ես, բայց սեր չունես, եթե դու հոգևոր կյանքից ես խոսում, աղոթքից ես խոսում, քո զավակը քեզ տանը աղոթելուց չի տեսնում, ուրեմն դու չես կարող ասել, որ ես լավ օրինակ եմ ծառայել։ Ուրեմն այս օրինակը պետք է լինես քո զավակին դեպի փրկություն բերելու համար։ Եվ առաքյալները այսպես էլ ապրում են սրբության օրինակով։ Արդեն ասել եմ, չէ, 3 շաբաթում այս համայնքը հիմնադրեց Պողոս Արաքյալը։ Ինչքան սրբակենցաղ, մաքուր, ամբասիր կյանք էր ապրում, որ անծանոթ թե հрьяաներ, թե հեթանոսներ վստահեցին Պողոս Արաքյալին եւ դարձան քրիստոնեությունը ճանաչելով Հիսուս Քրիստոսին։ Օրինակ փորձեցին լինել։ Սա շատ կարևոր է կյանքովդ օրինակ լինել, սիրելիներ։ Պողոս Արաքյալն ասում է, եթե ես ամբողջ աշխարհն էլ գրավեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ։ Ուրեմն այսինքն դու կարող ես ամեն ինչ ունենալ, ամենտեղ խոսել, հասնել, գործել, բայց երբ որ սերը չկա, քո անձնական օրինակը չկա, մարդիկ էլ չեն կարողանում գալ քո հետևից։ Եվ ինչ է անում հայրը զավակի համար, ինչ անում, այստեղ ինչ ասում Պողոս Արաքյալը, ոչ միայն մխիթարեցինք, այլև քաջալերեցինք։ Ուրեմն հոր պարտականությունը ծնողի ընդհանրապես նաև իր զավակին քաջալերն է, չէ՞ որ ոչինչ, այս անգամ չստացվեց, վաղը կստացվի, մի հուսահատվիր, մի հուսալքվիր, նորից փորեցինք դու քաջալերանքն ես տալիս։ Ուրեմն շատ կարևորն է, որ մեղավոր մարդ, որ մեղքի մեջ ընկած է լինում, այս մարդուն քաջալերես։ Օրինակ մեր հասարակությունը ինչպիսին է, մեկը սայթակեց, վերջ, մենք մերժում ենք իրեն, այլևս ցանկություն չենք մեր հետ չոփելու։ Ինչ շատ հաճախ են քաղաքում ասում, այս մարդը ինչի խոսեցիր, գիտես ինքը ով է, գիտես ինքը ժամանակին ինչ էր։ Հա, ոչինչ արել է։ Ես էլ եմ շատ բաներ արել։ Ես էլ երբ որ երեխայի հայոյում էի, չգիտե որ դա վատ բան էր։ Սովորացրել են մեծերը, ես էլ անում էի։ Բայց երբ որ հասկացել եմ, էլ չեմ արել։ Նույնը շատ մարդիկ չեն իմացել, որ խմելը կարող է բերել կռվարարության, կռվի պատճառ դառնա սպանության, կամ խմես հետո գնաս գողություն անես, կամ որևէ մեկին գայթակես, չի իմացել։ Հիմա արել է, զղջացել է,
ուրեմն հնարավորություն տուր քաջերես մարդուն, որ իր հոգևոր կյանքի մեջ ինքը առաջընթաց ունենա։ Ուրեմն սա նաև ավելին անելն է զավակին օգտակար լինելու եւ վերջապես մխիթարում է իր բոլոր նեղությունների մեջ։ Ուրեմն հոր պարտականությունը քաջալերել եւ մխիթար իր զավակին իր բոլոր նեղությունների մեջ։ Այնպես էլ քրիստոնյայի կոչումն է այս աշխարհի մեջ։ Քաջալերել են մարդկանց, ովքեր նոր են սկսել հոգևոր կյանքը, նոր ճանապարհ են սկսում բարձունք բարձրանալու եւ մխիթար իր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մարդը հանկարծ չհուսահատվի։ Տեսեք, Հուդան Հիսուսին մատնեց, չէ՞։ Ինչ ասում ավետարանը, զղջաց թե թժղծաց։ Զղջաց, չէ, ասում է զղջաց Հուդան, որովհետև արդարին մատնեց, բայց քաջալերող չունեցավ, որ ասեր ոչինչ, սխալվել ես, գնա ներողություն խնդրիր։ Մեկը չեղավ, որ մխիթար իր սխալի մեջ եւ Հուդան գնաց ավելի մեծ սխալ գործեց։ Ամեն օր երբ որ տեսնում եմ համացանցով որ լուրեր որ ինքնասպանություններ, ես սարսափում որ ինչու էս մարդու կողքին չեղար, մի բառ ավեր ասել։ Գուցե այդ մարդը մեկ բառի կարիք ուներ, այդ քաջալերանքի, որ սա իր համար վախճանը չէ, վերջը չէ, որ սխալվել ես։ Ինչ որ եղել է, Աստված քեզ երկրորդ հնարավորությունը միշտ տալիս է շտկվելու, ուղղելու քո սխալը։ Ես խոսքերը շատ կարող եմ ցանկացած մարդու ասել, թե ոչ, մարդ ավելի մեծ հուսահատության մեջ է հայտնվում եւ ավելի սարսափելի գործ է կատարում։ Աստված մեզ ուր է կանչում, սիրելիներ։ Այստեղ ինչ ասում Պողոս առաքյալը, որ կանչեց ձեզ իր արքայությանը եւ ինչին։ Նոր ասեցի, փառքին, իր արքայությանը եւ փառքին։ Որն է այս թագավորությունը փառք Աստված ինչու է մարդուն կանչում իր թագավորությունը, որտեղից որ մարդը իր կամքով հրաժարվեց, դուրս եկավ ու գնաց։ Հիմա Աստված նորից մարդուն կանչում է այնտեղ։ Ուրեմն ինչ է սա, որ մարդուն հրավիրում է Աստված գալ իր իշխանության եւ իր հսկողության ներքո ապրելով, որպեսզի կարողանա փրկի։ Ուրեմն Աստծո իշխանության եւ հսկողության ներքո ապրել։ Ինչպես է հայրը ամենտեղ հսկում է, չէ՞, զավակին։ Մինչև չափահաս դառնալը մեր զավակները կարող են ինքնուրույն որոշում կայացնել։ Ոչ, չէ, մեր հսկողության տակ են, մեր իշխանության տակ են, ասում ենք 18-դ կլրանա, հետո կորոշես։ Բայց քանի դու մեր իշխանության, մեր հսկողության տակ ես, մենք ոնց ասենք այդպես պիտի լինի։ Ինչքան էլ որ հակառակ ենք այս մարդու կամքի, մեր զավակից, բայց նպատակը ո՞րն է, որ մեր զավակը չսխալվի, չէ, այսինքն ճշմարիտ ճանապարհով հասնի այնտեղ, որտեղ իր կոչումն է։ Այնպես էլ Աստված մարդուն հրավիրում է իր իշխանության, իր հսկողության տակ ապրելու, որպեսզի մեր վախճանը դժոխքը չլինի, կորուստ չունենանք, մեր հավիտենական կյանքը չկորցնենք, այլ իր հետ ապրենք։ Նով այս աշխարհի ուզած ձևով է ապրում, իր վախճանը որտեղ է դժոխքում է, չէ։ Իսկ նոր որ Աստծո ուզած կյանքով է ապրում, նրա վարձը արքայությունն է։ Ուրեմն սա է մարդու կոչումը, որ անպայման վարձը մեր երկնքի արքայությունը լինի։ Եթե աշխարհի ուզածով ապրենք, աշխարհը մեզ ամեն ինչ առաջարկում է սներ։ Փառք ամեն օր տալիս է, իշխանություն, հարստություն, մեղք, հաճույք, ցանկություն, ամեն բան տալիս է։ Ինչ է պահանջում փոխարենը մեզանից։ Մեզանից այսօր ինչ է աշխարհը պահանջում։ Ոչ մի բան, չէ։ Ինչ որ բան պահանջում են նյութապես, չէ։ Ինչ որ ուրիշ բան պարտականություն մեզանից պահանջում է, չէ։ Ինչ է պահանջում։ Մեր հոգին։ Մեր հոգին է պահանջում։ Վերջում շնորհակալություն ասում է վերջում։ Երբ որ դու արդեն վարժում ես, օգտվել ես, հիմա պիտի գա շնորհակալություն պահը, ասում է հոգիդ ինձ պիտի տաս։ Հայտնության գրքի մեջ շատ հետաքրքիր մի տող կա, սիրելիներ, ասում է ժամանակի ընթացքում սատանան կթանկացնի ձեթու եւ գինու արժեքը։ Ասում է ձեթը հոգսերն են աշխարհիկ, գինին հաճույքներն են։ Ամեն օր դրանք տալով մարդուն կիրակրելով, վերջում իրեն գերի պիտի դարձնի, հոգին պահանջելով։ Ինքը մեկ նպատակ ունի աշխարհը՝ մեր հոգին գողանալ։ Իսկ եթե դու մնաս Աստծո իշխանության հսկողության ներքո, մինչև հոգևոր չափահասության հասնելը, ինչպես Պողոս առաքյալը հիշում է Գաղատացի նամակի մեջ, ասում է երեխան քանի փոքր է, ինքը հսկողության տակ է, չէ, ինքը որպես երեխա է, բայց երբ որ արդեն դու չափահաս ես դառնում, հոգևոր կյանքի մեջ աճում ես, արդեն դու այդ պատասխանությունը ինքդ ես կրում։ Բայց երբ որ Աստծո հովանու ներքո ես, դրա համար մենք պաշտպանություն գտնում ենք։ Ինչու ենք մենք երեխային 8-րդ օրը մկրտում։ Ծնված օրից երեխային հանձնում ենք Աստծո իշխանության եւ հսկողության ներքո, որպեսզի այս երեխան իր հոգին չկորցնի։ Մեր կյանքը մի օր պիտի կորցնենք։ Ես էլ, դուք էլ, բոլոր մարդիկ, ովքեր ֆիզիկապես այս աշխարհ պիտի գան, օրերից մի օր պիտի ննջեն, հողենք եւ հող պիտի դառնանք։ Սա Աստծո հրամանն է։ Որևէ մեկը չի կարող խուսափել այս հրամանից, բայց այդ հողից հետո մեր հավիտենական կյանքի մեջ մեր հոգին պիտի ապրի։ Եվ այդ հոգու համարը, որ Աստված մեզ հրավիրում է իր թագավորությանը եւ իր փառքին ապրելու համար։ 13-րդ համարը
Ահա թե ինչու մենք շարունակ գոհություն ենք տալիս Աստծուն նրա համար, որ մեզանից Աստծո խոսքի լուրը առնելով այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ճշմարտապես որպես Աստծո խոսք, որ ներգործում է նախ ձեր հավատացյալների մեջ։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞, ասում եմ, գոհություն ենք հայտնում ամեն օր Աստծուն, որ դուք մեր քարոզածը չընդունեցիք որպես մարդկանց խոսք, այլ իբրև Աստծո խոսք, որ ներգործում է ձեր հավատացյալների կյանքի մեջ։ Քրիստոնեական եկեղեցին ինչի վրա հիմնվեց, սիրելիներ։ Մեր եկեղեցին ինչի վրա հիմնված։ Աստծո խոսքի, չէ՞։ Աստծո խոսքով էր։ Հիսուս Քրիստոս, չէ՞։ Այսինքն մեր եկեղեցու հիմնադիրը, հիմքը Հիսուս Քրիստոսն է, Աստծո խոսքն է, սիրելիներ, ապրեք։ Ուրեմն Հիսուս ինքն է այդ Աստծո խոսքը։ Գնացին մարդիկ, Հիսուսին քարոզեցին, Հիսուսի կյանք օրինակ բերեցին, Հիսուսի նեղությունները, չարչարանքը, հալածանքը, խաչելությունը, հարությունը, համբարձումը, այս ամենը Աստծո խոսքը քարոզելով հիմնվեց քրիստոնեական եկեղեցին աշխարհի մեջ։ Հիմա Պողոս առաքյալը եւ երկրից երկիր էր գնում, չէ, հիշում եք, ամբողջ Եվրոպան, տարբեր երկրներ, տարբեր քաղաքներ գնաց քարոզելու, նա Աստծո խոսքն էր քարոզում, ոչ թե իր սեփական խոսքը։ Հիմա ես իմ խոսքն եմ քարոզում, թե Աստծո խոսքը։ Աստծո, եթե իմ խոսքը քարոզեմ ձեզ, իմ մտածումները ձեզ քարոզեմ, համոզեմ, խոսեմ, եկեղեցին երբեք մարդ չի հավաքվի։ Մենք բոլորս հավաքված ենք Աստծո շուրջ։ Հիսուս ինչ էր ասում, որտեղ որ 2-3 հոգի անունով հավաքվեն, ես այնտեղ եմ։ Ուրեմն Հիսուս հիմա այս պահին էլ այստեղ է սիրելին մեր մեջ է, որտեղ մենք իր անվան շուրջ ենք հավաքվել, իր խոսքի շուրջ ենք հավաքվել։ Հիսուսի անձով ենք մենք նույնացել։ Տեսեք, ամեն մեկս տարբեր տարիքի մարդիկ, 80-ից մինչև 20 տարեկան մարդ ունենք այստեղ, չէ՞։ Ուրեմն բոլորս տարբեր ընտանիքներից, տարբեր մտածողությամբ, տարբեր ճաշակի, տարբեր երազանքներով, բայց մեկ հոգու շուրջ բոլորս նույնն ենք։ Միասիրտ, միախորհուրդ եւ միաշունչ։ Տեսեք ինչքան գեղեցիկ է, որ բոլորը հավաքվում են եւ Հիսուսի շուրջը հավաքվելով մեկ են դառնում։ Աստծո խոսքն է մեզ կապողը։ Եվ եթե մենք Աստծո խոսքով ենք կապված իրար հետ, նշանակում է, որ մենք նաեւ համախորհուրդ ենք, համախոհներ ենք, համագործակիցներ ենք, լծակիցներ ենք եւ նույն առաքելությանն են կոչված այս աշխարհի մեջ։ Եթե մենք կարողանում ենք այս խոսքը որպես Աստծո խոսք լսել։ Ես ձեզ շատ հաճախ օրինակը բերել եմ բանտից, որ մարդիկ երբ որ շատ հանդիպում էի կալանավորներ, որ շատ լավ սուրբ գիրք գիտեին, Աստվածաշունչը լավ կարդացել էին, գիտեին, բայց նպատակը իրենց փրկությունը չէր։ Նպատակը իրենց Աստծո խոսքը տարածելը չէր։ Շատ հաճախ այս խոսքը սովորում էին, որ դիմացիներին հանդիմանեին Աստծո խոսքով։ Ասեն, տես սուրբ գրքի մեջ այսպես է գրված, դուք այսպես եք ամ, դուք ավելի մեղավոր եք, դուք սխալներով եք ապրում, մենք այսպես ենք ապրում, մենք այնպես ենք ապրում։ Ուրեմն իմանալը մեկ բան է, գործածելը մեկ բան է։ Ուրեմն սա շատ կարևոր է մեր կյանքի մեջ գիտակցելը։ Շատ իմանալը դեռ փրկություն չէ։ Օրինակ քահանայի հետ ընկերություն, բարեկամությունը ձեր համար փրկություն չէ, չէ՞։ Եթե դուք Հիսուսի համար չեք ինձ հետ շփվում։ Եթե միայն իմ մարդկային ընկերություն եք փնտրում, ես ձեզ կորստյան կարող եմ առաջնորդել։ Դուք սխալ ընթացքի մեջ կարող եք հայտնել, որովհետև իմ կոչումն է, որ ձեզ առաջնորդեմ դեպի հավիտենական կյանք, դուք էլ ինձ ամուր պահեք, որպեսզի ես չշեղվեմ իմ ընթացքից, որովհետև մենք բոլորս հավաքված ենք Աստծո խոսքի շուրջ։ Եվ այն ներգործում է մեզ վրա, ուրեմն Աստծո խոսքը մեծ ներգործություն ունի մարդու վրա, սիրելիներ։ Եվ փրկության խոսքը լսելը, ընդունելը շատ կարևոր է, լսել եւ ընդունել։ Որտեղ սա էլ մենք պետք է հասկանանք ինչ է սա։ Այլ բան է լսել Աստծո խոսքը, այլ բան է ընդունել։ Այսինքն նույնն մեկ բան է հավատալ Աստծո գոյությանը, մեկ բան է գնալ Աստծո հետևից։ Օրինակ աշխարհում որ հելնենք բոլորին հարցնենք, գերակշռող Մարսը հավատում է Աստծո գոյությանը, բայց չի հետևում Աստծուն, չի գնում Աստծո մոտ, որովհետև իրեն բավարարում է միայն իմանալը, որ ինքը կա, բայց ինքը չի օգտվում այդ ամենից։ Դա նույնն է, որ դու սիրուց անդադար խոսում ես, բայց սիրել չգիտես, դու երբեք չես սիրել։ Դու միշտ կարոտ ես մնացել այդպես։ Խոսում ես դրա մասին, բայց դու ինքդ չես կարող այդ սերը գործածել։ Բայց ամեն մարդ չէ, նաև որ ընդունում է Աստծո խոսքը։ Սա էլ շատ կարևոր է։ Հիշում եք Հիսուսի խոսքը ինչ էր, որը մեկին որ պիտի բժշկեր, մեկին պիտի օգներ, առաջին բան ինչ էր ասում Հիսուս։ Հավատում ես, ապրեք, հավատում ես, այսինքն դու պիտի ընդունեիր այդ խոսքը։ Դու պիտի հավատայիր։ Եվ հարցնում էր, ինչ ես ուզում որ քեզ համար անեմ։ Հարցնում էր, եթե դու չհավատար ով եմ ես, ասում են, դու ես Քրիստոս Աստծո բարձրյալ Աստծո որդին, այսինքն վկայությունն էր, որ հավատային Հիսուս Քրիստոսին։ Շատ տեսնող մարդիկ տեսան Հիսուսին, չհավատացին, բայց այն մարդիկ, ովքեր ի ծնե կույր էին,
Հիսուսին առանց տեսնելու հավատացին, այսինքն Աստծո խոսքը թափանցեց նրա մեջ։ Եվ Աստծո խոսքը երբեք անպտուղ չի կարող լինել, սիրելիներ։ Որտեղ որ Աստծո խոսքը ընկավ անձրևի կաթիլի պես, այնտեղ կյանք պիտի սկսվի։ Այնպես էլ մեր սիրտն է, եթե մենք պատրաստ ենք Աստծո խոսքը ճշմարտապես լսելու, ընդունելու, մեր կյանքի մեջ շատ բան պիտի փոխվի։ Ուրեմն լսել եւ ընդունել։ Մենք սրա տարբերությունը պիտի հասկանանք։ Ընդունում ենք, ուրեմն այդ ընդունածով պիտի ապրենք։ Եթե չենք ընդունում, մերժում ենք ուրեմն ոչ միայն խոսքը, այլև խոսքը ասողին։ Մենք ասում ենք, չէ, այսօր մեր խոսքը արժեք չունի։ Ինչու է այդ խոսքը այսօր արժեք չունի։ Որովհետև խոսքը մենք չենք խոսում սպեղանի լինելու, մարդուն բուժելու, օգնելու, խաղաղեցնելու, այլ երբեմն մենք խոսում ենք հանդիմանելու, բամբասելու, հայոյելու, նվաստացնելու համար։ Դրա համար խոսքը այսօր արժեք չունի։ Բայց որ այդ խոսքը քո սրտից է դուրս գալիս, այդ մեկ բառը անգամ կարող է շատ բան փոխել։ Քո մեկ բառը, որ ջերմությամբ, սիրով լեցուն լինի, հավատքով, վստահությամբ լեցուն լինի, շատ բան պիտի փոխի մեր կյանքի մեջ։ Դրա համար ասում եմ, դուք ընդունեցիք եւ մենք դրա համար գոհություն ենք տալիս Աստծուն ամեն օր այդ խոսքը ձեր կյանքում ներգործում է, ապրում է եւ դուք էլ ամեն օր զորանում եք։ 14-րդ համարը, որովհետև դուք եղբայրներ նմանվեցիք Աստծոյին եկեղեցիներին, որ հրեաստանում են ի Քրիստոս Հիսուս, քանի որ դուք էլ ձեր ազգակիցների կողմից նույն չարչարանքներով չարչարվեցիք, ինչպես որ նրանք հրեաներից։ Ինչ չարչարանքների մասին է խոսում Պողոս առաքյալը, սիրելիներ։ Հրեաստանում, այսինքն Երուսաղեմում շրջակա բոլոր վայրերում քրիստոնյաները հալածվում էին, չէ՞։ Եվ առաջին հալածողներից մեկը ով էր։ Հենց Պողոս առաքյալը ինքը, չէ՞, ինքը սկզբում քրիստոնյաներին հալածողներից մեկն էր։ Գնում էր բոլոր քրիստոնյաներին ձերբակալում էր, որտեղ գիտեն հավաքվում են, տանում բանտարկում էր։ Ուրեմն նույնպես էլ թեսաղոնիկեցիները հալածվեցին, ասում է Հրեաստանի մյուս եկեղեցիների պես։ Ինչ տեղի ունեցավ այնտեղ, ինչ էր լինում։ Թեսաղոնիկեն արդեն ասել եմ ձեզ, որ Հունաստանում էր հունական միջավայր, հրեական միջավայր, ուրեմն քրիստոնյաները հալածվում են ոչ միայն հրեաներից, այլև հեթանոսներից, իրենց ազգակիցներից, որ փոխվեցին իրենց կյանքը, այլ բան ընդունեցին։ Եւ ամեն տեսակ հալածանք, նեղություններ, գիտեք, մինչեւ մոտարվեց 5-րդ դարը հալածվում են, նահատակվում են։ Միայն 314 թվականին Կոստանդիանոս կայսր Միլանի էդիկտ է կոչվում, այդ հրովարտակով թույլատրվեց քրիստոնեություն որպես ազատ կրոն, մյուս կրոնների կողքում ազատ պաշտվել։ Մինչև այդ թվականը քրիստոնյաներն հալածում ու սպանում, հազարավոր, միլիոնավոր քրիստոնյաներ նահատակվեցին այդ ժամանակաշրջանում։ Մինչև այսօր էլ նահատակում են, վերջերս նույնիսկ Սիրիայում մի քրիստոնյա քարոզիչի խաչը հանեցին իսլամիստները։ Այսինքն Աստծո խոսքը ամեն տեղ հալածվել, որովհետև սատանան խնդիր ունի, չպիտի թույլ տա, որ Աստծո խոսքը որևէ տեղ քարոզվի։ Ուրեմն այս եկեղեցին էլ Թեսաղոնիկեի բոլոր քրիստոնեական եկեղեցիների պես հալածվեցին։ Ինչ է սա նշանակում, որ քրիստոնյաները միշտ պետք է պատրաստ լինեն Քրիստոսի համար չարչարանքներ կրելու, որովհետև երբ որ անցնենք Տիմոթեոսին ուղղված նամակը Պողոս առաքյալը ասում է, ով ուզում է Աստված պաշտությամբ ապրել, թող իր անձը պատրաստի փորձությունների։ Ինչու քրիստոնյաները պետք է աշխարհում շատ չարչարվեն, սիրելիներ։ Մեկ էլ պետք է մենք տարբերություն դնենք, թե մենք ինչի համար ենք չարվում։ Օրինակ շատ մարդիկ կան, որ երբ որ իրենց մեղքերի պատճառով չարչարվում են, Աստծուն են մեղադրում։ Եվ մեզ սուտ եմ խոսել, սուտս բացահայտվել է, ինձ գործից հեռացրել են, ամոթանք են տվել կամ գրավոր նկատողություն դեր, սա չեղավ, որ ես Քրիստոսի համար եմ չարչարվել։ Ուրեմն մեր պիտի զանազանենք մեր մեղքերի սխալների պատճառով չարչարվելը կապ չունի Քրիստոսի համար չարչարում։ Այդ չարչարանքը, որ քո տան անդամները քեզ ծաղրեն, դու երբ որ պահք ես պահում։ Երբ որ քեզ նվաստացնեն աղոթելու համար, երբ որ քեզ տեսնեն ծնկած աղոթում ես ծաղրեն, ձեր առնեն, կամ այսօր շատ հաճախ երբ որ դպրոցական տղաներ, աղջիկներ եկեղեցի են գալիս, դասընկերները ծաղրում են իրենց։ Սա Քրիստոսի համար հալածանք է։ Եվ էլ չեմ ասում, որ նահատակություն, որ ձերբակալում են մարդկանց, այն պետք է Քրիստոսից հրաժարվես։ Ուրեմն ինչու են քրիստոնյաները շատ հալածվում։ Օրինակ տարեկան աշխարհում մի քանի միլիոնով ավելանում է քրիստոնյաների հալածանքները, որովհետև քրիստոնյաները ամենապարզ հայելին են մեղավոր աշխարհի։ Քրիստոնյաների կենցաղը դատապարտություն է դառնում մեղավոր մարդկանց համար։ Այն քրիստոնյա, ովքեր իրականում ապրեն, ոչ թե անունով։ Երբ որ սրբակենցաղ մեկը մեր առջև կանգնում է, մենք ամանչում ենք, չէ՞, մեր մեղքերը տեսնում ենք, չենք ուզում մեր մեղքերը բացահայտվի։ Աշխարհը այդպիսի մարդկանց անպայման ուզում է հեռացնել։ Եվ Հիսուս ասում է, քանի որ ինձ չընդունեցին, ձեզ էլ չեն ընդունելու։ Ինձ սպանեցին, ձեզ էլ պիտի սպանեն։ Ասում է, ձեզ քարշ են տալու դատարաններ, բանտեր, ամեն տեսակ նեղություններ իմ անվան համար։ Բայց ասում է, երանի ձեզ,
երբ որ դուք կհալածվեք իմ անվան համար։ Երանությունը Քրիստոսի անվան համար հալածվելը, սիրելիներ, որովհետև դու այս հրավերը ունես հավիտենական կյանքը, թագավորությունը, Տիրոջ փառքը ժառանգելու։ Երբ որ Հիսուս արդեն համբարձվեց, գիտեք, շատ քրիստոնյաներ, առաքյալները հատկապես, շաբաթ օրը միշտ գնում էին տաճար քարոզելու, Քրիստոսի մասին խոսելու եւ արդեն համբարձումից հետո ձերբակալեցին Հովհաննես եւ Պետրոս առաքյալներին, տարան, պաճեցին, ծեծեցին, ասացին մյուս անգամ ձեզ չտեսնեն Քրիստոսյանով խոսեք, ասում են որ առաքյալները դուրս եկան, երջանիկ էին, ուրախ էին, որ Քրիստոսի համար ծեծվել են, իրենց ծեծել են Քրիստոսին, ուրախացան, որովհետեւ լավ բան էին արել, Աստծո խոսք էին խոսել։ Եվ այս ուրախությունը, որ քրիստոնյան պետք է զանազանի իր մեղքի համար տաճվելը եւ Աստծո խոսքի համար տառապանքը։ Ուրեմն Հրեաստանի եկեղեցիները հալածանքներ էին կրել հрьяաներից, նրանցից մեկը արդեն ասացի Պողոս առաքյալը, մինչեւ այսօր այդ խնդիրը կա, սիրելիներ։ Մինչեւ այսօր հрьяաները իր Երուսաղեմում, Իսրայելի տարածքում շատ խոչընդոտներ են ստեղծում քրիստոնյաների համար։ Փակում են, վարձեր են դնում, ամեն ինչ անում են տարածքները խլելու, որպեսզի քրիստոնյաները չկարողանան ճշմարտապես Աստծուն պաշտել։ Եվ մենք էլ, սիրելիներ, այդ հալածանքները կրում ենք։ Ուրեմն նաև երկրորդ օրինակը բերեմ, կան մարմնական չարչարանքներ եւ հոգեվոր չարչարանքներ։ Ինչի մասին ասեցի, բայց տեսեք, հոգեվոր չարչարանքը նաև անտեսանելի պատերազմն է։ Անտեսանելի պատերազմը շատ վտանգավոր է, եթե քրիստոնյան իր զգոնությունը կորցնի։ Ամեն օր սատանան մեր դեմ պայքարում, ինքը երբեք չի քնում, սիրելիներ։ Ինքը անդադար հսկում է, կհասնենք այդ հատվածը Պետրոս առաքյալի այս նամակի, որտեղ ասում է մռնչացող առյուծի պես անդադար ձեր շուրջը պտտվում է, հարմար առիթ է փտնում ձեզ կուլ տալու համար։ Ուրեմն անդադար գիշեր ու ցերեկ մենք իր հսկողության տակ ենք, որպեսզի ինքը խափանի Աստծո հետ մեր հանդիպումը։ Ամեն ինչ անում է, որպեսզի մեզ հեռացնի։ Տեսեք, Հիսուս երբ որ ծնվեց, Հերովդեսի ձեռքով մինչև 2 տարեկան երեխաները Բեթլեհեմի շրջակա սպանեցին, փախան Եգիպտոս, հալածանքներ եւ վերջում խաչելություն եւ Քրիստոսին սպանեցին խաչի վրա։ Այսինքն ամեն կերպ փորձում է սատանան պայքար այնպես տանել, որ մարդ եւ Աստված նորից չհանդիպեն։ Այն երջանիկ կյանքը, որ ուներ մարդը դրախտում Աստծո ներկայության մեջ, ամեն ինչ պետք է անի, որպեսզի չնին։ Մարմնական չարչարանքներն էլ մեր բազում նահատակ սուրբերն են, որպես իրենց նահատակության են ենթարկել։ Գրիգոր Լուսավորչի չարչարանքները գիտեք, հալը տաքացրած զութը լցրել են վրան, ոտքի դրել են կոճղերի մեջ ջարդել են, գլխի վայր կախել են, տակից ծուխը վառել են, նետերով հարվածել են, գանահարել են, ամեն տեսակ չարչարանք բոլոր քրիստոնյաները անցել են, մեկ բանի համար իրենք հավատացել են Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն այս մարմնավորի մեջ եթե դու կարող ես դիմանալ, պայքարել, հոգևորի մեջ կարող ես շատ շուտ գայթակղության մեջ հայտնվել եւ ինքնախաբեության պատճառով սայթակել։ Ուրեմն շատ զգուշ պետք է լինի նաեւ այս երկու պատերազմները ճշմարտորեն Հիսուս Քրիստոսի հետ մղելու։ 15-րդ համարը, որոնք եւ սպասեցին Տեր Հիսուսին եւ որոնք եւ սպանեցին Տեր Հիսուսին եւ մարգարեներին ու հալածեցին մեզ եւ Աստծո աչքից ելան ու բոլոր մարդկանց հակառակորդ եղան։ Տեսեք, ասում այս նույն հрьяաները սպանեցին Հիսուս Քրիստոսին, սպանեցին մարգարեներին, հալածեցին մեզ եւ մարդկանց առջեւ հակառակորդներ դարձան։ Ուրեմն Պողոս առաքյալին հատկապես ատում են հрьяաներին։ Ինչու է։ Հрьяաները ինչու են ատում Պողոս առաքյալին, սիրելիներ։ Որտեղ Պողոս իրենցից մեկն էր, չէ՞, թողեց իրենց, քրիստոնյա դարձավ, հիմա կարծես թե իրենց դեմ էր պայքարում։ Ուրեմն մեր մարդկային կյանքի մեջ այդպես է, չէ՞, որ մեկը թմրամոր է լինում, թողնում է դուրս է գալիս կամ խաղամոլ է լինում, մարմնավաճառում թողում է այդ միջավայրը դուրս է գալիս, այլ կյանքով ապրում, նրանք նախկին ընկերները ատում են, չէ՞, եւ սկսում են շատ սուտ լուրեր տարածել այս մարդկանց մասին, որ ամեն կերպ նորից ուզում են այս մարդուն քաշել իրենց շրջանակի մեջ։ Ուրեմն Պողոս առաքյալի ամենաշատը ատում էին հрьяաները, որ իրենցից մեկն էր եւ հիմա իրենց դեմ էր եւ համարում է, որ Պողոս առաքյալը դավաճան էր։ Բայց տեսեք, այս հрьяաների չարությունը իրենք Հիսուսին սպանեցին։ 5 տակարանի մեջ գիտեք, շատ մարգարեներ քար կոծեցին, օրինակ Եսայի մարգարին սղոցով մեջտեղից կտրեցին։ Եվ ասում է դուք ասում են նրանց զավակները չեք, որ սպանում եք մարգարեներին, հետո բերում եք ճոխ գերեզմաններ եք պատրաստում եւ վկայում եք, որ ձեր հայրերն են սպանել։ Ուրեմն ինչքան պիտի չարություն լցված լինի, որ մարգարեն ով էր, Աստծո մարդն էր, չէ, Աստծո խոսքի падգամաբերներ սպանեց։ Եվ Հիսուսը օրինակը բերում է, չէ, որ մի մարդ ասում է այգի տնկեց, տվեց մարդկանց վարձու, ինքը գնաց օտար աշխարհ
եկան վարձուն ծառաները սպանեցին, հետո ասեցին սա էլ ժառանգ եկեք սրաներ սպանենք, ամեն ինչ մեզ մնա։ Ուրեմն այս օրինակով սպանեցին բոլոր մարգարեներին, Հիսուս Քրիստոսին հալածեցին առաքյալ, մինչև այսօր հալածանք կա քրիստոնյաների հանդեպ, մեկ նպատակով իրենք ատում են քրիստոնյաներին, որտեղ իրենք Քրիստոսին ատեցին։ Ուրեմն հрьяաները պատասխանատու են Հիսուսի մահվան համար, չէ՞։ Ինչ ասեցին իրենք, մենք այստեղից բացի այլ թագավոր չունենք եւ թող նրա այրուն ասեցին մեր եւ մեր զավակների վրա լի։ Ուրեմն պատասխանատու են Հիսուսի մահվան համար։ Նրանք սպանել են մարգարեներին, հալածել են առաքյալներին, նրանք փորձում են թույլ չտալ, որ Պողոս առաքյալը նաեւ քարոզի Քրիստոսին եւ դրա համար ամեն քաղաք, որտեղ Պողոս առաքյալը գնում էր, հակառակվում էին եւ դուրս են։ Սրանով նաեւ հակառակվում էին Աստծուն։ Իսրայել նաեւ ինչ է նշանակում։ Հիշում եք բառը Աստծո դեմ մենամարտող, չէ՞։ Մինչև այսօր իրենք մենամարտում են Աստծո հանդեպ, Աստծո հետ, որպեսզի Աստծո խոսքը չքարի։ Այսօր շատ մարդիկ կան, որ մենք չգիտենք, որ իրենք ծառայում են այդ նպատակին եւ ամեն կերպ անում են, օրինակ տեսեք դպրոցներում Եվրոպայում, մեր երկրում էլ արդեն չես կարող ազատորեն մտնել խոսել մարդկանց։ Փակ է հոգեվոր դասը երեխաների համար։ Եվ ձեզ պատմեմ 20 տարի առաջ պատահած իրական դեպք է, որ մի տերորիստ մտավ Ամերիկյան մի դպրոց, երեխաներին սպանեց եւ մի փոքրիկ երեխա նստած աղոթում էր, որ Տեր Հիսուս ինչու թույլ տվեցիր, որ չէ որ դու երեխաներին շատ ես սիրում, ինչու թույլ տվեցիր, եւ Հիսուս երևում է ասում է, բայց չէ որ ինձ վաղուց ձեր դպրոց այլևս թույլ չեն տալիս մտնեմ։ Թույլ չեն տալիս։ Եվ տեսեք, մեր երկրում նայեք սնուր։ Թույլ չեն տալիս դպրոցում Աստծո խոսք խոսես, բայց երբ որ մարդը հայտնում է բանտում, Սուրբ Գիրքը տալիս են ձեր, ասում են արկարթա ուղղվիր։ Եթե երեխան դպրոցից Սուրբ Գիրքը կարդար, աղոթել, սովորել, նա բանտում կհայտնվեր, ոչ։ Հիմա մարդը սխալվել է բանտում, ասում են դա կարդա, փոխվիր։ Բայց մարդը պիտի փոքրուց սանվի, դաստիարակվի Աստծո խոսքով, որպեսզի ինքը չհայտնվի մեղքի ճիրանների մեջ։ Մարդը պետք է փոքրուց այդ գիտակցություն ունենա Տիրոջ ճանապարհով գնալու համար։ 16-րդ համարը արգելում են մեզ քարոզել հեթանոսներին նրանց փրկության համար, որպեսզի ամեն ժամ լցնեն իրենց մեղքի չափը, սակայն նրանց վրա բարկությունը հասել է իսպառ։ Տեսեք, ասում եմ, մեզ արգելում էին հեթանոսներին քարոզել փրկության համար։ Հрьяաները չեն ուզում, որ հեթանոսները փրկվեին, սիրելիներ, գիտեք, որ նրանց շուն էին համարում։ Մինչև այսօր բոլոր ժողովուրդները հрьяաների համար շուն են։ Եվ հեթանոսներն էլ դժողքի վառելափայտ են եւ իրենք ուրախանում էին, որ պետք է իրենք դժողքում այրվեն։ Դրա համար ասում եմ, մեզ արգելում էին քարոզենք հեթանոսներին փրկության համար։ Ես տաճարի օրինակն եմ ձեզ բերել, որ Սողոմոնի կառուցած տաճարի մեջ մի փոքրիկ սրահ Աստված հատկացրել էր հեթանոսների համար։ Եվ հрьяաները այնքան էին ատում հեթանոսներին, որ այդ տարածքը վերածեցին շուկայի։ Այդ սրահը, որ իրենց համար էր աղոթել, որ Հիսուս եկավ Լումայա փոխներին, աղավնավաճառին հանեց, դա հեթանոսներին հատկացված սրահն էր։ Ուրեմն տեսեք, ինչքան պետք է ատելություն, չարությունից քո դիմացի մարդու համար, որ դու նրանց մերժես։ Երկրորդ կարևոր մի բան սիրելիներ, հռոմեական կայսրության մեջ հрьяաները ազատ կրոն ունենալու իրավունք ունեին։ Իրենք ազատ էին։ Տեսեք, հեթանոսները կային, իրենք հեթանոսականներ չէ ռոմեական կայսրություն, բայց հрьяաները ազատ են իրենց կրոնի մեջ։ Եվ քանի որ քրիստոնեությունը համարվում էր հրեական աղանդ, իրենք մտածում որ եթե քրիստոնյան ինչ-որ բան անեն պետության հանդեպ, իրենց պիտի մեղադրեն, նաև սրա պատճառով են, քաղաքական պատճառով են արգելում, որպեսզի քրիստոնեությունը չտարածվի։ Գիտեք, այսօր եթե գնաս Չինաստան, քրիստոնեություն քարոզես, քեզ կձերբակալեն։ Հա, թույլ չեն տալիս, որ քրիստոնեությունը գաղտնի քարոզվում է, բայց որ պահին բացահայտեցին, քեզ բանտարկություն է սպառնում։ Գնաս Տիբետ կամ Աղվանստան, եթե մտնես քարոզես, մի անգամ ես քեզ կձերբակալեն, նույնիսկ կարող են սպանել, որովհետև արգելված է Քրիստոսի մասին այնտեղ խոսել։ Եվ քրիստոնյաները քրիստոնեության պատճառով նաև ինչ արեցին հрьяաներս, ինչ կորցրեցին, ինչ եք մտածում։ Ինչ էին կորցնում։ Նախ իրենց հավատացյալներին, չէ՞։ Երկրորդ շահի աղբյուրն էր պակասում։ Այսինքն Պողոս առաքյալն ասում որ Հիսուս արդեն խաչվել է, փրկություն ունեք, էլ պետք չունեք գառներ զոհաբերելու, աղավնիներ զոհաբերելու, դրա կարիքը չունեք։ Ուրեմն իրենց շահը եւ իրենց հետևորդներն էին պակասում, դրա համար իրենք արգելում են ամեն գնով, որպեսզի քրիստոնեությունը չտարածվի սիրել։ Եվ այս երեք պատճառներով էր, որ նրանք չէին ցանկանում, որպեսզի առաքյալները քարոզեին հեթանոսների մեջ եւ ամեն կերպ հակասության մեջ են։ Այսօր ինչ է տեղ ունենում, այսօր ինչու են արգելում օրինակ քրիստոնեություն, պատճառն ինչ է։ Ովքեր չեն ուզում, լավ, այսպես հարցը տամ, ովքեր չեն ուզում։
շատ իշխանավորներ, չէ, որ ինչու չեն ուզում քրիստոնեական խոսք քարոզվի, որովհետև իրենք կաշառք են վերցնում, շնության մեղքի մեջ են, ստի մեջ են, կեղծիքի մեջ են, քրիստոնեությունը Աստծո խոսքը հանդիմանում է իրենք պիտի լրացնեն այդ խոսքը, որպեսզի իրենք արազատորեն իրենց նույն մեղավոր կյանքի մեջ ապրեն։ Ռոբին Հուդը տեսել եք ֆիլմը կամ կարդացել եք, այնտեղ շատ հետաքրքիր մի դրվագ է, երբ որ շերիֆը ուզում է տիրանալ թագավորի քրոջը, ինքը ամբողջ կյանքը անօրեն կյանքով է ապրել, գնում է, ասում է եպիսկոպոսին ինձ ամուսնացրել, ասում է քոմար, ասում է չէ, կյանքից մեջ գոնե մեկ անգամ ուզում եմ օրինական մի բան անեմ։ Այսինքն ամբողջ կյանքը անօրեն ապրել է, ասում է այդ մեկ ուզում եմ օրինական անեմ։ Հիմա տեսեք ամբողջ մի կյանք, երբ որ դու անօրեն ապրում ես, մեկ դրվագը քո կյանքի մեջ չի փոխում քո մեղավոր ընթացքը։ Եթե դու քո ամբողջ կյանքը պղծության մեջ ապրել ես, մեկ բարի գործը չի ջնջելու քո այդ կյանքի, կամ մեկ առաքինությունը քո պահելով, դու չես վերականգնում քո պատիվը, քո հոգևոր շնորհները չի վերականգնում։ Ուրեմն դու պետք է այնպես ապրես, որպեսզի ամբողջ քո կյանքը վկայություն լինի փրկության համար։ Եվ քրիստոնյաները սրան են կոչված, իրենց կենթանի վկայության վկայելու, որ Քրիստոս մեռած մեկը չէ, Քրիստոս իրենց մեջ կենթանի է, եւ իրենք էլ այդ կենթանության շնչով են ապրում։ 17-րդ համարը. իսկ մենք եղբայրներ, թեպետ եւ միառժամանակ դեմքով զրկված մնացինք ձեզանից, բայց ոչ սրտով առավել եւս շտապեցինք տեսնել ձեր երեսները մեծ ցանկությամբ։ Ուրեմն Պողոս Արաքյալը բառացի ուզում ասում է մենք որբ մնացինք, անտեր մնացինք, ձեզ տեսնելու հնարավորությունը կորցրեցինք։ Ինչու է այսպես ասում Պողոս Արաքյալը։ Հիշում եք Գործք առաքելուց, եթե կուզեք 17-րդ գլուխը կարդացեք, երբ որ Պողոս Արաքյալին ձերբակալեցին Թեսաղոնիկեում, Հասոնը եւ շատ թեսաղոնին գնացին, երաշխավորեցին, որ Պողոս Արաքյալին ազատ արձակեք, ինքը քաղաքից կհեռանա։ Եվ այդ պայմանով քաղաքապետերը Թեսաղոնիկեն 4 քաղաքագլուխ ուներ, բաց թողեցին Պողոս Արաքյալին բանտից։ Եվ պայմանը սա էր, որ ինքը այլևս չպիտի վերադառնա այստեղ քարոզել։ Եթե ոչ, այս երաշխավորագիրը կխախտվի, իրենց պայմանությունը կխախտվի, իրենք կձերբակալեն։ Դրա ասում է միառժամանակ իրար դեմք տեսնելու կարոտ մնացինք, բայց ոչ երբեք սրտով։ Մանավանդ ասում է ցանկությունն էլ մեծ էր նորից ձեզ տեսնել։ Այսինքն ես ուզում եմ գալ ձեզ մոտ, բայց այս համաձայնության պատճառով, որպեսզի թե Հասոնը, թե մյուս մարդիկ, ովքեր ինձ համար երաշխավորել են, վտանգի մեջ չհայտնվեն։ Մեր կյանքի մեջ էլ կարող են այս բաժանումը լինել, չէ՞, օրինակ շատ հայեր այսօր արտասահմանի մեջ տարբեր երկրներում ապրում են, հայ եկեղեցի չկա, իրենք կարոտ են, չէ, հայ եկեղեցու մեր պատարագին սուրբ հաղորդությանը, բայց իրենք սրտով կապված են Տիրոջ հետ։ Մենք էլ որ ժամանակը մեկս քաղաքից բացակայում է, մենք իրար երես չենք, բայց մեր սրտերով մենք իրանից չենք հեռանում, մենք իրար համար աղոթում ենք, մենք սպասում ենք, եւ այդ սպասումն է, որ մեր օրը լցնում է այդ ուրախության, որ նորից պիտի հանդիպենք։ Դրա համար ես ամեն անգամ միշտ ինչ եմ ասում, որ ես պատարագը առաջին ու վերջին անգամա զգացումով եմ մատուցում, որտեղ ես չգիտեմ հաջորդ անգամ կարող եմ այդ պատարագը մատուցել թե չէ, որպեսզի իմ կարոտը միշտ ինձ առաջնորդի Քրիստոսին։ Երբ որ ես գիտեմ Կիրակի պիտի հանդիպեմ Քրիստոսին, ես ամբողջ շաբաթ պատրաստվում եմ այդ հանդիպմանը, ամենալավ ձևով ներկայանում։ Եթե այդպես չպատրաստվեմ, ինձ համար դա գործ կդառնա, սովորական մի աշխատանք կդառնա, բայց ոչ երբեք Քրիստոսի հետ հանդիպման։ Եվ սատանան միշտ հակառակում է նաև Աստծո ծառաներին սիրել։ Այսինքն սատանան ամեն խոչընդոտ ստեղծում է, որպեսզի Աստծո ծառաները, ովքեր Աստծո խոսքը քարոզում են, պատարակ են մատուցում, աղոթում են, մկրտություն են, պսակադրություն, խափանվի այդ գործընթացը, որպեսզի մարդիկ հեռանան ճշմարտությունից։ Նրանց կողմից կատարվող Աստծո գործը խափանվի։ Սա սատանայի այդ իմ ասած անտեսանելի պատերազմն է մեր կյանքի մեջ, որ մեզ թվում է թե պատահական մեր դուռ այդ օրը թակեցին, որ Կիրակի առավոտը մեզ հյուր եկան առանց ասելու, ինչ որ մի բան կոտրվեց, խողովակը պայթեց, ջուրը թափվեց, ինչ որ մի բան մեկը վատացա։ Սրանք պատահականություններ չեն։ Սրանք պարզապես այդ անտեսանելի պայքարն է մեր դեմ, որպեսզի մենք հրաժարվենք Քրիստոսի հետ հանդիպումից։ 18-րդ համարը. դրա համար ես Պողոսը մեկ անգամ եւ նույնիսկ երկու անգամ կամեցա գալ ձեզ մոտ, բայց սատանան արգելք եղավ մեզ։ Ուրեմն հստակ է, չէ, որ սատանան հորինված կերպար չէ, ասում է, ոչ միայն մեկ, այլև երկու անգամ ցանկացա գալ ձեզ մոտ, բայց սատանան արգելք եղավ, ուրեմն սատանան արգելք եղավ։ Ինչքան մարդիկ կան, ուզում են Կիրակի օրը գան, ու ինչ որ մի բան պատահում է չեն կանում, արգելք եղավ սատանան։ Ուզում ես գնալ աղոթելու, հիվանդանում ես։
ինչ որ մեկը մահանում է, ինչ որ մի դեպք է պատահում, քո օրը խառնվում է, դու չես կարողանում։ Սա այդ արգելքն է սատանայի։ Եվ այս 1-2 անգամ արդեն ասացի, այդ երաշխավորագրի պատճառով ուզեցավ Պողոս առաքյալը գար, թույլ չտվեցին։ Ուրեմն սատանան արգելք է լինում։ Մենք ինչպես կարող ենք այս արգելքի դեմ պայքարել։ Սատանան այս աշխարհի իշխանն է։ Այս աշխարհի հսկողը ինքն է։ Այս աշխարհի տիրություն անողը ինքն է, որ ամեն մարդու կյանքը այնպես տնօրինի, որպեսզի մարդիկ չկարողանան Տիրոջ հետ հանդիպելու։ Բայց երբ որ դու ունես վստահություն, որ դու գիտես ում համար եւ ինչի համար ես գնում Քրիստոսին տեսնելու, դու անպայման այդ արգելքը պիտի հաղթահարես։ Երբ որ դու գիտես քո նպատակը Քրիստոսի հետ լինելն է, դու անպայման պիտի հաղթահարես այդ արգելքը։ Ինչ էլ որ պատահի, ինչ էլ որ լինի, դու գիտես ում համար եւ ինչի համար է, եւ անպայման այդ արգելքը քեզ համար հաղթահարի։ Ինչքան էլ սատանան պատտա, ինքը Տիրոջից զորավոր չէ։ Ինչքան էլ ինքը իշխանությունը սահմանափակ է։ Ինքը մեզ ամեն փորձության կարող է ենթարկել, բայց մեզ դիպչելու, մեզ կորստյան մատնելու իրավունք չունի։ Որոշումը մերն է։ Դա մեր որոշումն է, մենք ինչ ենք ուզում անել։ Հիշում եք Հիսուսին ասած, եթե դու Աստծո որդին ես, քեզ ցած գցիր այստեղից, որովհետև գրված է, որ հրեշտակները քեզ կբռնեն, քո ոտքը քարին չի դիպչի։ Իսկ ինչու ինքը Հիսուսին չհրեց, որ տեսներ, որովհետև իրավունք չուներ դիպչելու։ Ինքը միայն առաջարկում է, եթե դու այդ եթեից է կախված, թե մենք ինչ որոշում։ Մեզ էլ ասում է, չէ, եթե դու քո ասած մարդն ես, դե հելու ես խոսքը ասա, եթե դու քո ասած մարդն ես, այս բանը արա։ Եվ մենք մեր հպարտությունը բարձրանում է, մեզ ոնց թե կասկածեն իմ հեղինակության վրա, իմ իշխանության վրա, հեսա տես ինչեր եմ անում, ու գնում ես կյանքդ կործանում ես։ Այդ եթեից է կախված։ Մեկ բառ, եթե դու քո հպարտությունը մի փոքր շոյում է սատանան, եւ դու գնում ես իր թակարդ։ Շատ մեծ բան չանում, ամենաշատը մեր եսն է օգտագործում։ Եթե դու այսքան բան, եթե դու քահանա ես, եթե դու սա ես, եթե դու նա ես, բա դու ինչ քաղաքապետ ես, դու ինչ իշխանավոր ես, որ ես ինչ բանը չես, ինքն էլ ոնց թե ոյ, ոնց ես դպրոցի տնօրեն եմ, ով կարա ինձ ասի, ու գնում ես մեղքերի մեջ, կործանում ես։ Դրա համար ասում է սատանան արգելք է լինում հասնելու այնով արգելք է, որպեսզի մենք չհասնենք հարության, հավիտենական կյանքին։ 19-րդ համարը, քանզի ով է մեր հույսը կամ ուրախությունը կամ մեր պարծանքի պսակը, եթե ոչ դու գիտեր Հիսուս Քրիստոսի առաջ նրա գալստյան ժամանակ։ Ուրեմն Պողոս առաքյալը անբացատրելի սեր ուներ այս քաղաքի ժողովրդի հանդեպ, անբացատրելի սերը։ Ասում է, ով է մեր պարծանքը, եթե ոչ դուք Հիսուս Քրիստոսով, Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ նրա առաջ կանգնելու համար։ Ուրեմն Պողոս առաքյալը խոստանում է եւ հիշեցնում, որ Հիսուս անպայման պիտի գա։ Անպայման Հիսուս գալու է։ Թող որևէ մեկը չկասկածի, որ Հիսուս կարող է գալ թե չգա։ Անպայման գալու է Հիսուս իրելիներ։ Եվ այս խոստման համաձայն է, որ պիտի գա, սատանան այլևս արգելք չպիտի լինի, եւ մենք էլ պիտի կանգնենք Տիրոջ առջև։ Դա լինելու է եւ մեծ ուրախություն եւ պսակի պիտի արժանանանք։ Տեսեք, հնում ինչպես էր Պողոս առաքյալի ժամանակ, ինչպես էր, մարդը հաղթում էր, ինչ էին տալիս։ Դափնե պսակ էին, չէ՞ տալիս։ Այդ երևները շատ կարճ ժամանակ հետո չորանում էր, չէ՞։ Բայց Տիրոջ տված պսակը անթառամ է։ Եվ մեկ ուրիշտեղ նամակի մեջ Պողոս առաքյալն ասում է, իմ բարի պատերազմը ավարտեցի, հիմա գնում եմ ինձ սպասող պսակին։ Այսինքն այս աշխարհի մեջ իր բարի պատերազմը, որ չարի դեմ էր բարուն հաղթելու համար, ինքը հաղթեց այս պատերազմում Հիսուս Քրիստոսով եւ գնում է այնտեղ։ Եվ տեսեք, նորից եմ կարդում, ասում է, քանզի ով է մեր հույսը կամ ուրախությունը կամ ձեր պարծանքի պսակը, եթե ոչ դուք իտեր Հիսուս Քրիստոսի առաջ նրա գալստյան ժամանակ։ Այսինքն ուրախությունը, հույսը Քրիստոսի առջև դուք եք։ Եթե դուք ձեր կյանքում մեկ հոգ օգնեք, որ փրկվի, դուք անպայման Հիսուսին պիտի տեսնեք։ Եթե մեկ հոգի ձեզանով փրկվել է, երկնքի արքայության ճամփորդն ու բնակիչն է դարձել, դուք Հիսուսին անպայման պիտի տեսնեք։ Ուրեմն աշխատեք սրա համար, որ անպայման Հիսուսին տեսնեք։ Մեկ հոգում փրկելով, մեկ հոգու առաջնորդեցիք հավիտենություն, ձեր բազում մեղքեր պիտի ներվեն։ Մեկ հոգու Աստծո խոսքով փրկեցիք, դուք էլ պիտի Աստծո վկաներել, Աստծո տեսությանը արժանանաք եւ այդ ուրախությունը, հույսը, որ Քրիստոսի առջև պիտի կանգնենք ու Քրիստոսին տեսնենք։ Եվ այսօրով վերջին համարը, որովհետև դուք եք մեր փառքը եւ ուրախությունը։ Ուրեմն Պողոս առաքյալի համար փրկված հավատացին փառք էին եւ ուրախություն էին։ Ի տարբերություն երկավոր պսակներ արդեն ասացի, մենք այդ անթառամ պսակն ենք ստանում։ Ուրեմն մարդը, որ փրկվում է, Աստծո պսակն է։ Դու պատկերացնում ես, դու մահանում ես
եւ մտնում ես երկնքի արքայություն, տեսնում ես մարդ, ով քեզ ճանաչելով, քեզ իմանալով փրկվել է։ Այսօր ճանապարհին Արմեն Սարգսակի Տեր հայրերը, որ գնացել էինք աղոթելու, վերադարձին ասում եմ Տեր հայր, եթե դու հայտնվես դրախտում ու տեսնես ես այնտեղ չեմ, ինչ կանես։ Կլացես, թե կուրախանաս։ Լուրջ հարց է սա ինձ համար։ Մենք այնտեղ շատ մարդկանց չենք տեսնելու, ես այնքան մարդկանց ենք տեսնում, որ չենք ճանաչել, բայց մեզանով փրկվել են։ Աստծո խոսքը լսելով, այդ ուրախությունը, հասկանում ես, մեկ մարդ փրկել ես։ Ինչքան ես ուրախանում, չէ՞ որ մեկի հետ աշխատում ես, ինքը թարգում է, ծխել է կամ թմրանյութ օգտագործել է, հարբեցողություն, ինչ ուրախություն է, չէ՞, ուրախության այդ երջանիկ ուրախություն, որ այս մարդը այս մեղքից ազատագրվեց։ Մեկ որ դու գնում ես հայտնում ես երկնքում, տեսնում ես բազում մարդիկ քո պես այդ երկնքում են, ով Աստծո խոսքն են լսել։ Սա ուրախություն է, սա փառք է Տիրոջ համար, սիրելիներ, եւ այս ուրախության համար ենք մենք ապրում։ Տեսեք ինչ ասում Պողոս Արաքելը. ով մրցում է, որ ամեն ինչում ժուշկալ է լինում, նրանք, որպեսզի կորնչելի պսակ առնեն, իսկ մենք անկորնչելին։ Մենք, այսինքն չկորչող, չանհետացող պսակ։ Այսինքն նրանք, ովքեր որ ուրիշ բանի համար են պայքարում, նրանք չորացող պսակ պետք է ստանան, բայց մենք, որ ժուշկալությամբ դիմանում ենք, որ հասնենք հավիտենական կյանքին, մենք անկորնչելի պսակ, այսինքն չանհետացող, անթառամ պսակը պետք է ստանանք, եւ սա մեծ ուրախություն է։ Եվ սա հավիտենական լինի եւ ամեն հավատացյալի պսակը պետք է լինի։ Քրիստոս ինչի համար է խաչվել, սիրելիներ։ Մեր փրկության, չէ՞։ Հիսուս մեր մեղքերը խաչի վրա գամեց, մեզ ազատեց, մեր պարտամուրակը պատրեց սատանայի հետ, այլևս մենք ազատ ենք։ Եվ այս փրկության համար, որ մեր ասում եմ, մեր փառքն ու ուրախությունն է, ամեն փրկված հավատացյալ ուրախություն է։ Ամեն մեկ մեղավոր, որ փրկվում է, մեծ ուրախություն է երկնքում։ 99 ոչխան առակի մեջ ասում է, չէ, կդնիր ուսին, կբերի, կկանչիր բոլոր ծանոթներին, բարեկամներին, հարևաններին, կասի եկեք ուրախանանք։ Այսպիսի մեծ ուրախություն է երկնքում, մեկ մեղավորի դարձ, երբ որ լինում է, մեկ իր կյանքը փոխում է, դարձ է լինում, երկնքում հրեշտակներին ուրախանալու, ցնծալու եւ ապարելու առիթ են տալիս, սիրելիներ։ Ուրեմն այնպես էլ մենք մեր կյանքը այնպես պիտի ապրենք, որ յուրաքանչյուր մարդ մեզանով ուզենա քրիստոնյա դառնա, ուզենա այդ փրկությունը ճաշակել, բայց ընտրությունը մարդունն է։ Մարդ ինքը պիտի որոշի։ Մենք չենք կարող որևէ մեկին ստիպել կամ պարտադրել։ Մարդ ինքը պիտի գիտակցաբար որոշում կայացնի, որ այլևս այս պայծ սկսած ես պատկանում եմ Հիսուս Քրիստոսին։ Ինչու ես ուզում պատկանել փրկության համար։ Ես բոլոր մկրտվողներին առաջին հարցը սա է, որ զրուցում եմ հետները։ Ինչի ես ուզում մկրտվել։ Ասում եմ, որ քրիստոնյա դառնանք, ասում եմ, լավ, 25 տարի քրիստոնյա չես եղել։ Հիմա մկրտվում ես, քո երեկվա այսօրվա տարբերություն որը պիտի լինի։ Լուր նայում են, ասում եմ, ձեր փրկությունը, որ դուք փրկվեցիք։ Վերջ, այլևս դուք այս աշխարհին չեք պատկանում։ Այլևս Քրիստոսը, որ ապրում ու գործում է ձեր մեջ, այլևս Քրիստոս է ձեր Տերը, Քրիստոս է ձեր առաջնորդը, Քրիստոս է ձեր հույսը, հավատը, վստահությունը, եւ սա մեծ ուրախություն է։ Այն բան, որ մարդը գիտակցում է եւ հասկանում է, որ ինքը փրկության ճանապարհ ունի։ Մարդը քանի անգամ է ծնվում աշխարհում, սիրելիներ։ 2. Առաջինը, երբ որ մենք մեր մորից ծնվում ենք, այս աշխարհ են գալիս, երկրորդ ինչը երբ է ծնվում մարդ, երբ որ ինքը գիտակցում է, թե ինքը ինչի համար է ծնվել։ Սա կարևոր ծնունդ է, երբ որ դու հասկանում ես, որ քո նպատակ այս աշխարհի մեջ ուտել խմելը չէ, այս աշխարհի մեջ ժամանակավորի մեջ փառավորված լինելը չէ, այլ այս ժամանակը որ օգտագործում ես անժամանակին հասնելու համար, այսինքն Հիսուս Քրիստոսին հասնելու։ Ուրեմն անժամանակը Հիսուս եկավ ժամանակի մեջ, որպեսզի մեր ժամանակավոր մարդկանցս դարձնի հավիտենական։ Այս ճանապարհով է Հիսուս եկել մեզ փոխելու, սիրելիներ, եւ մեր կոչումն է այդ երկնքի արքայությունը Աստծո փառքը գտնել եւ հասնել։ Այսքանն այսօր, սիրելիներ։ Այսօր ավարտեցինք երկրորդ գլուխը Թեսաղոնիկեցիների։ Ինչ էր այս ամբողջը, որ Պողոս Արաքյալը ներկայացնում է նախ իր առաքելությունը, իր գոհությունը եւ վկայությունը, թե նախ իրենք Թեսաղոնիկեն ինչպես են Աստծո խոսքը ընդունել, ինչպես են ապրել, եւ մենք իբրև քրիստոնյան ինչպես ենք ուզում ապրել այս աշխարհի մեջ։ Ես շատ հաճախ եմ ասել, լսած կլինեք, որ մեկ բան կա Աստծո առջև կանգնելու։ Երբ որ ես կանգնեմ Տիրոջ առջև, Տերը ինձ չի հարցնելու, թե ինչ լավ քահանա եմ եղել կամ վատն եմ եղել, ինչ շքանշաններ եմ ստացել, ինչ պատվոգրեր եմ ունեցել, ինչ տան մեջ եմ ապրել, որ երկրներում եմ եղել։ Տերը 3 բան պիտի հարցնի. քանի օր, քանի ժամ եւ քանի րոպե եմ հավատքով, հույսով ու սիրով ապրել։
Գնացել եմ այնտեղ, որտեղ մարդը հուսահատված է եղել։ Սիրել եմ այն մարդուն, ով սիրո արժանի չէր։ Հույս տվել եմ այն մարդուն, ով ամեն ինչի կարիք ուներ։ Սիրել եմ այն մարդուն, որ չէր ուզում սեր, բայց ես իրեն սիրել եմ։ Գնացել եմ այնտեղ, որտեղ մերժված եմ եղել, բայց ամեն գնով գնացել եմ այլ։ Սա պիտի հարցնի մեզ։ Ինչ ենք արել այդ տված երեք պարգևները՝ հավատքը, հույսը, սերը մեր կյանքի մեջ։ Եթե այս երեքը կա, մենք անպայման թե տեսանելի, թե անտեսանելի հաղթանակը պիտի տանենք եւ Տիրոջ ներկայության մեջ պիտի ապրենք։ Դա Աստված, որ եթե հանկարծ վաղը մեզանից մեկը պակասի, մյուս անգամ մենք իր այդ հանդիպենք երկնքի արքայության մեջ լինի։ Այսինքն մեր ընթացքը նույն տեղում լինի։ Ես սարսափում եմ, որ մտածում եմ, որ հանկարծ իմ ընտանիքի անդամից մեկը դժոխքում, ես դրախտում լինեմ։ Կամ հակառակ ինքը դրախտում, ես դժոխքում։ Ես սարսափում եմ այս մտածումից։ Սարսափելի բան է կորցնել քո սիրելին, անվերադարձ, չէ՞, ինչքան վատ բան է սա։ Նույնը հոգևոր կյանքի մեջ։ Տասը մենք բոլորս մի օր հանդիպենք երկնքի արքայության մեջ եւ Տեր ուրախանա թե մենք ինչ եկեղեցի ենք եղել, ինչ քրիստոնյա ենք եղել, ինչ հավատացյալ ենք եղել, որ բոլորով միասին հայտնվել ենք իր տան մեջ։ Այն հրավերը, որ ստացել ենք, բոլորս առանց կասկածելու պատասխանենք, որ այո Տեր, մենք անպայման քո ուրախության մասնակից պիտի լինենք։ Աստված պահապան բոլորից, սիրելիներ։